Նախքան նստելդ կուզեմ շրջվես ու կողքինիդ ասես, որ Աստված սիրում է քեզ եւ կարող եք նստել։ Հարկ Տիրոջը։ Իմ թեմայի վերնագիրը այսօր էսպես է՝ ներել։ Շատերը կասեն ինչու ներել, որովհետեւ մենք այն ներման, այն թանկ գնի հետևանքն ենք, որ այսօր այստեղ ենք։ Եթե Հիսուսը չլիներ, եթե Հիսուսը Աստված իր միածին որդուն մեզ այնքան շատ սիրել, որ իր միածին որդուն ուղարկեր աշխարհ իմ ու քո մեղքերի համար, մենք այսօր այստեղ չէինք լինի։ Գիտեք, ներելը դա գին արժի։ Հիսուսը շատ թանկ վճարեց խաչի վրա իմ ու քո մեղքերի համար, եւ մենք դա պետքա գնահատող լինենք, սիրող իրան ու պաշտող իրան։ Ամեն։ Դեք այսօր այս հարթակում իմ առաջին քայլն եմ անում։ Ինչպես նոր քայլող երեխա, որ նոր սկսում է քայլել, չէ՞, մի քիչ ոտքը սայթաքում է, ընկնում է, հետո ավելի ամուր է գնում։ Ինչպես առաջին անգամ դպրոց ենք գնում, չէ՞, կհիշեն իմ տարիքակիցները, որ այդ վինետկայի վրա գրվում է առաջի քայլեր։ Այսօր իմ առաջի քայլերն եմ անում ես իմ Աստծո առաջին։ Սիրելիներս, թող Աստված օրհնելով օրհնի ամեն մեկիդ, կուզեմ, որ այն խոսքը, որ պետքա խոսվեմ, լինի ամեն մեկիս հոգու փրկության եւ շինության համար։ Ամեն։ Խոսքը ասում է Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն զոհաբերեց իմ ու քո մեղքերի համար։ Դեք Աստված իրականում մեզ շատ է սիրում։ Եվ այդ մեծ սիրո համար է, որ ինքը ուզում է, որ ամեն մեկս լինենք խաղաղ եւ հավիտենական կյանքը ժառանգենք։ Իսկ հավիտենականության ու խաղաղության համար առաջին եւ կարևոր քայլը մեր կյանքում դա ներելն է։ Խոսքը ասում է, եթե չես ներում, քեզ էլ չի ներվում։ Բայց երբ որ ներվում ես, ամեն բան քեզ համար կարելի է Աստծով։ Առաջին Պետրոս 4:8 խոսքը այսպես է ասում. ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ անկեղծ սեր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Գիտեք, սիրելիներս, Հիսուսը երբ որ խաչի վրա ներեց մեր մեղքերը, ինքը չասեց, այս մասը ներում եմ եւ այնքանը չեմ ներում։ Ինքը այնքան մեծ էր իր սերը, որ մեղքերի մեր շատությունը ինքը չտեսավ, էլ չնկատեց, ամբողջը ծածկեց, նույնը մեր կյանքում։ Եթե ինչ որ մեկը կամ քո հոգևոր քույրը կլինի, եղբայրը կլինի, կամ քո արյունակից եղբայրը կամ քույրը կամ թեկուզ քո մայրը կամ քո զավակը, եթե քեզ նեղացնում են, եթե քո մեջ կա մեծ սեր, ավելի ճիշտ էսպես ասեմ, որ ավելի ճիշտ լինի։ Ինչքան է ծնողը իր երեխային սիրում, չէ՞։ Ինչ էլ որ անին, ամենավերջին հանցագործություն, ամենավերջին անպատիվ բանը մեկ է, ծնողը իր զավակին շատ է սիրում ու ներում է։ Եվ այդ մեծ սիրո շնորհիվ է, որ այն մեղքերը, այդ շատությունը չի տեսնում, սերը ծածկում այդ մեղքերի շատությունը։ Գիտեք, Աստված ամեն մեկիցս ուզում է այն սիրտը, որ կնմանվենք իրան։ Աստված սիրում է այն մարդկանց, ում սիրտը իր սրտի համեմատ է, որ գիտի ներել, գիտի սիրել։ Գիտեք, մեր Աստվածաշնչյան այդ պատմությունից Դավիթ թագավորի սիրտը հենց այդպիսի սիրտ էր։ Աստված իր սիրտը շատ հավանեց։ Ճիշտ է, սկզբանե նա Դավիթին էր, այսպես ասած, որոշել, որ պետքա լինի թագավոր, չէ, բայց Դավիթին ճանապարհ այնպես արեց, որ ճանապարհ ընթացք անցնի իր սիրտը ավելի փորձվելու համար, որ տեսնի իր սիրտը իրոք իր սրտին համեմատ է։ Գիտեք, Դավիթը ներեց իրեն մահը ցանկացողին։ Դավիթը Սավուղը երբ որ ուզում էր Դավիթին սպանել, Դավիթը փախավ։ Փախնելով փղշտացիների երկիրը նա դիվահար, ինքը գիժ ձևացավ, փրփրացնելով իր բերանը, այս կողմ ու այն կողմ իրան տալով, պատեպատ տալով։ Գիտեք, համառոտ կասեմ այս պատմությունը, բայց երբ որ Դավիթը ուներ հնարավորություն սպանելու Սավուղին, նա դա չարեց։ Ասեց, ես Աստծո օծյալի վրա ձեռք չեմ բարձրացնի։ Գիտեք, նա կարար դա աներ, որովհետև Աստված խորը քուն էր մտցրել Սավուղին, եւ նա իր այդ թրով կտրեց իր հանդերձից մի կտոր, հետո իրան ցույց տվեց, ասեց, տես Սավուղ, ես քեզ կարող եի սպանել, տես քո շորից, քո հանդերձից մի կտոր ինձ մոտ կա, բայց ես դա չարեցի, որովհետև ես սիրում եմ քեզ Սավուղ եւ ներում եմ քեզ։
Գիտեք, երբ որ Դավիթին հայտնեցին Սավուլի մահվան լուրը, նա ողբ արեց, նա ողբաց, լաց եղավ, եւ այն լուրը բերող ասեց, ուրախացիր, էլի, որ նա մահացել է։ Նա ասեց, դու ուրախ լուր ես բերել, բայց վատ լուր ես ինձ հայտնում։ Նա հրամայեց այդ վատ լուրը բերողի գլուխը կտրել, որովհետեւ նա հավատարիմ էր Աստծո օծյալի նկատմամբ։ Այսպիսի աստվածային սեր, Աստծուն համեմատ սեր է ուզում Աստված մեզանից, որպեսզի մենք կարողանանք ներել։ Գիտեք, իրականում ներելը շատ դժվար բան է։ Նամանավանդ, երբ որ հարվածները գալիս է այն մարդուց, ումից որ դու երբեք չես սպասում։ Շատ դժվար է։ Եվ այդ շատ դժվար աններելին Հիսուսը խաչի վրա վճարեց ու ներեց մեր փոխարեն։ Ամեն։ Գիտեք, երբ խոսքը պատրաստում էի, Սուրբ Հոգին մի հրաշալի ձևով ինձ կպավ ասելով, որ ներելը քո կյանքին տալիս է գույներ, ասում գույներ։ Հիսուս ջան, ասում եմ, ներելու գույներն են, սիրելիներս, այսպես եմ գրել. սեր, ուրախություն, խաղաղություն, ազատություն, հնազանդություն, օրհնություն եւ խոնարհություն։ Ինչու սեր։ Ասում է, երբ որ սիրում ես, ներում ես։ Երբ որ ներում ես, ուրախություն ու խաղաղություն է գալի քո վրա, սիրելի եկեղեցի։ Կարծես այս քո ուսերի վրա մի հատ ծանր բեռ լինի, երբ որ դու ներում ես, դու այնքան սենց հանգստանում ես, խաղաղվում ես։ Ինձ հետ եղել է, դրա համար ես կարողանում եմ այս մասին խոսել։ Ազատություն, մեղքից ազատվում ես, ամբողջությամբ թողում ես դա քեզանից։ Հնազանդություն, հնազանդվում ես Տիրոջ խոսքին, որ ասում է, ինչքան կարող եք միմյանց հանդեպ սեր ունեցեք, ներեք միմյանց։ Օրհնություն եւ այդ ամենը քո կյանքում կիրառելուց հետո գալիս են օրհնությունները։ Քո կյանքում սպասել է այնպիսի օրհնության դռներ են բացվում, որ դու չէիր կարող պատկերացնել, սիրելիներս, եւ խոնարհություն այդ ամենից հետո քեզ բան չի մնում, որ խոնարհվեց Աստծո առաջին ասես, «Տեր, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ այն սրտի համար, որ դու տվել ես ինձ, որ ես կարողանում եմ սիրել քեզպես, ներել քեզպես»։ Ամեն։ Իսկ երբ չես ներում, քո կյանքը լցված է լինում ոչ թե գույներով, այլ գորշ գույներով։ Չներող մարդը լի է վրեժով, լցված է մաղձով, կռվարար, անհանդուրժող, խոսում է ակնարկներով, կորցնում է իր քունը եւ հանգստությունը։ Այո։ Գիտեք, սիրելիներս, միշտ էլ այդպես է։ Եղել է ինձ հետ, որ գիտեք, ոչ իմ պատճառով, որ ինչ որ մեկի դեմ բան եմ ունեցել, այլ եղել է, որ ինչ որ մեկը իմ դեմ ունեցել է, բայց ես էլի իմ տեսակով, չգիտեմ, ես սիրում եմ բոլորի հետ հաշտ լինեմ։ Ես ամբողջ գիշեր իմ քունը կորցրել եմ, կռիվ եմ տվել ինձ հետ, ասում դե մի խոսքն էլ չասեի, էլի։ Այդ մի խոսքն էլ չասեի, թող զիջեի, ներեի, հանդուրժեի։ Գիտեք, երբ որ չես հանդուրժում, չես ներում, քո կյանքը, քո օրհնությունները փակվում են, լցված ես լինում մաղձով։ Ի՞նչ է մաղձը։ Հաստատ ամեն մեկիս հետ գոնե մեկ անգամ եղած կլինի, որ մեզ տամոքսները չխանգարվում է։ Ինչն է այն, որ կներեք ես խոսքիս համար, որ փխսում ես, այն դառը ջուրա չէ գալիս ու հանգստանում ես, մի հատ էլ քաղցր թե ես խմում, ասում ես կարգավորվի, ներսս լցվի քաղցրով։ Նույնը չներող մարդն է, միշտ մաղձով ինքը լի է։ Կորցնում է իր հանգստությունը, իր քունը, միշտ ակնարկներով է խոսում, հենց տեսնում է քեզ, սկսում է կծել, խոսել, բան է հասկացնում քեզ ակնարկներով։ Բայց երբ որ նա իր մեջ ուժ գտնի ու այդ մախսը փխսի, այդ դառնություն, այդ դառնահամ ջուրը իր մեջից դուրս գնա, ինքը կկարողանա ներել։ Իսկ ներող մարդը սիրում է, հանդուրժում է, համբերում է եւ բարին է կամենում, ինչպես Հիսուսը, ուր մտնում էր, ասում էր խաղաղություն։ Բոլորին սեր էր քարոզում, բոլորին հավիտենության մասին էր քարոզում, բոլորին այնքան շատ է սիրում, որ ուզում էր ամեն մեկը փրկվի, սիրելի եկեղեցի։ Գիտեք, ես շատ մարդկանց գիտեմ, որ ասում են երբեք չեմ կարող ներել, ախր դուք չգիտեք, թե այդ մարդը ինձ հետ ոնց է վարվել, որ ասեմ դու էլ կասես ճիշտ ես անում, բայց խոսքում Մատթեոս 6-ից 15-ից 16 ասում է, եթե դուք չներեք մարդկանց հանցանքները, ձեր հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Կամ ասում են, լսել ենք, չէ՞, շատ որ ասում են կներեմ, բայց երբեք չեմ մոռանա, թե դու ինձ հետ ոնց վարվեցիր։ Դա կարա ընտանիքներում լինի, կներեմ, բայց երբեք չեմ մոռանա։ Գիտեք, սա երկրորդ կարգի ներում է, սա սատանայի մեծ սուտն է, որ կներեմ, բայց երբեք չեմ մոռանա։ Գիտես, դու չես ներել։
Եթե դու ասում ես կներեմ ու չես մոռանում, երբ որ դու այդ մարդուն տեսնում ես, ալեկոծվում ես, փոթորկվում ես, հոգի տակն վրա է լինում, դու հասկանում ես, որ չես ներել։ Բայց կան մարդիկ, որ չեն ուզում այսպես կողի ընկնեն ու իրանց սխալը ընդունեն։ Ասում են ես ճիշտ եմ։ Գիտես, ճիշտ ոչ մեկը չի, բոլորս էլ անսխալակալ ենք։ Ճիշտը միայն Աստված էր, անմեղը միայն Աստված էր, որ անմեղ լինելով վճարեց մեր մեղավորների համար, սիրելի եկեղեցի։ Իսկ եթե դու պետքա ներես այնպես, ինչպես Աստված ներեց մեզ հանուն Քրիստոսի, եթե դու այդպես վարվես, սիրելի եկեղեցի, դու կտեսնես շատ շուտով, որ այն ինչը, որ քեզ տանջում էր, այն ինչից, որ դու նեղված էիր, անգամ այն մարդը, որ քեզ սենց դառնություն է պատճառել, անգամ այն, որ ասում են, չէ, աչքիդ բբին է կպեն, նույնիսկ քո երեխային են անմեղ տեղը հալած է, երբ տեսնես դու այդ մարդուն, էլ ոչինչ չես զգա, ոչ ատելություն, ոչ, չգիտեմ, ոչ չուզենաս իրան տեսնես, դա հենց Աստծո մեծ շնորհն է, որ քո վրա գործում է, որ դու կարողանում ես ներել։ Գիտեք, ինձ համար ամենածանր ու դժվար ներումը դա դավաճանությունն ու անհավատարմությունն է։ Այո, գիտեք, ամեն բան կարելի է ներել, բայց դավաճանությունը ու անհավատարմությունը դեք մի քիչ դժվար է, բայց Աստված դա էլ է ասում, ներիր։ Ու գիտեք, երբ ումից չես սպասում հարվածը, երբ որ մարդուն սենց ի սրտե նվիրվում ես, քո կյանքը սենց, չգիտեմ, կարելի ասել քեզ դնելով մի կողմ իրանց համար ես ապրում ու հանկարծ քեզ հարված են հասցնում, շատ դժվար է, բայց փառք Հիսուսիս ինքը դա էլ է ինձ սովորացրել, ու ես իմ վրա այս տարիների այս անցած այս ճանապարհով ես հասկանում եմ, որ ես փոխվել եմ։ Գիտեք, եթե առաջ լինեի, այո, ես քեմ պահող եմ եղել, ես քեմ պահող եմ եղել, խոստովանեմ, ես կարող օրերով խռով պահեի, բայց հիմա հանուն Հիսուսի ես կարողանում եմ դա էլ ներել։ Գիտեք, դավաճանություն ոչ միայն ամուսինների մեջ, այլ նաև կան դավաճաններ, որ ազգի դավաճան են, երկրի դավաճաններ են։ Մենք տեսանք, ականատես եղանք, լսեցինք, թե չենք է տեսել, բայց լսել ենք, չէ՞, պատերազմի ժամանակ ինչքան դավաճաններ կային ներքին, որ մի քանի գրոշի համար ծախեցին մեր երեխաների տեղը, ծախեցին մեր հողերը։ Գիտեք, որին սպանեցին, որին գերի վերցրեցին, շատ ցավոտ է, երբ հիշում եմ ես։ Գիտեք, իմ ամուսինը այնքան սենց լցված էր, այնքան դառնացած, չգիտեմ, ինքը ասում է, մի միլիմետր հող ես չեմ տվել, ինքը 30 տարի բանակում ա եղել, ծառայել ա հավատարմորեն բանակին, ու չգիտեմ, ինքը հայրենիքի համար կյանքը տալիս էր։ Բայց ասում է, մի միլիմետր հող չտաս ու գան քեզ զենքը վրեդ պահած, ասեն պետքա դուրս գաս։ Դա նրան հասցրեց մինչև անգամ ինֆարկտի ու ստենտավորման, փառք Հիսուսին, որ կյանքին ոչինչ չեղավ։ Գիտեք, նույնը վարվեց Հուդան Հիսուսի հետ, 30 արծաթով մատնեց նրան։ Նրանք անհավատարիմ էին ու դավաճան էին, բայց նույնը կա նաև ընտանիքներում, ամուսինների միջև։ Այսօր մեղքը ամենուրեք այնքան շատացած է, որ սատանան սենց որոգայթ ալարում, մանավանդ երբ որ դու հոգևոր ես, երբ որ դու ամեն օր աղոթում ես քո ընտանիքի համար, ինքը այն քո թույլ տեղը ուզում է միշտ գողացած լինի։ Բայց դուք պետքա շանս տաք, սիրելի կանայք, եթե կան կամ լսողները, որ ինչ որ մեկը ունի ամուսնու կողմից, չգիտեմ, դավաճանված, անարգված, թե պետք որ ամուսիններին ասում են դուք անարգված չեք, չգիտեմ, ներեք, շանս տվեք, բաժանումը միշտ էլ կա, բայց դուք դրանով էլի չեք ազատվում այդ ցավից, դուք նաև ձեր երեխաներին եք ցավ պատճառում, իսկ երբ դուք ներում եք, Աստված էլ ձեզ ա ներում, ասում է ներեք, որ լինեք ներված։ Ես այստեղ մի համար եմ ուզում կարդամ Մատթեոս 18-րդ գլուխ 21 խոսքը, 22 ասում է. Այդ ժամանակ Պետրոսը մոտենալով նրան ասաց. Տեր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի անգամ նրան ներեմ, մինչև 7 անգամ։ Հիսուսը նրան ասաց. Քեզ չեմ ասում մինչև 7 անգամ, այլ մինչև 70 անգամ 7։ Այսինքն, երբ որ այս թիվը բազմապատկում ենք, լինում է 490 անգամ դու քո եղբորը պետքա ներես։ 7 անգամ 70։
մեկ օրվա մեջ դու այդքան պետքա ներես քո եղբորը։ Դա կլինի քո հոգևոր եղբայրը, դա կլինի քո հայրենակից եղբայրը, այստեղ ուղղակի ասում է եղբայրը։ Գիտեք, ասում են, եթե եղբայրդ քո դեմ բան ունի, չէ, խոսքը մենք որ խոսում ենք զոհաբերության ժամանակ շատ անգամ որ ասում ենք, երբ ընծած զոհասեղանի առաջ կմատուցես, Եվ եղբայրդ քո դեմ բան ունի, գնա հաշտվիր եղբորդ հետ, հետո նոր արի եւ քո զոհը մատուցի։ Դուք մտածում ես եղբայրդ քո դեմ բան ունի, եղբայրն ունի, չէ, ասում են թող եղբայրը գա հաշտվի, ես չեմ իրան նեղացրել, ես իրան չեմ արել։ Բայց գիտեք, Հիսուսը ոչ մեկի ոչինչ չէր արել բացի լավից, բայց Հիսուսը արեց առաջի քայլը եւ բոլորիս համար խաչի մահ տեսավ ու ներեց բոլորիս հանցանքներն ու մեղքերը։ Գիտես, եթե չես ներում սիրելիս, քո աղոթքներն չեն պատասխանվում։ Իսկ եթե աղոթելիս կլինես, կկանգնես Աստծո առաջին, ինչ որ կա քո սրտում, քննիր մի հատ քո սիրտը, ներիր, ապաշխարիր, մաքրվիր, հետո նոր աղոթիր, որ քո աղոթքը լսելի լինի։ Գիտեք, միշտ ասում ենք, աղոթում ենք ու չի պատասխանում։ Երբ մենք գործք առաքելոցն էինք ուսումնասիրում, որը որ ամբողջությամբ գիտենք, որ Սուրբ Հոգու գործերն է այնտեղ, Գիտեք, 2 օր սովորական էր իմ համար, 3-րդ եւ 4-րդ օրերին ինձ Սուրբ Հոգին այնպես ակպել, որ ինձ ցույց տվեց աղոթքի ժամանակ, այսպես, ոնց որ sense մի հատ լենտ գնար էկրան իմ կյանք, իմ արչեվով, որ քո սրտի խորքում մի հատ բան կա, մի հատ բան, որ դու չես ներում այդ մարդուն։ Գիտեք, ասեցի, չէի իմանում, որ այդ մարդու նկատմամբ ես ունեմ նման բան։ Ու ներելով, կարելի ասել, այդ օրվանից իմ կյանքը ամբողջությամբ փոխվել է։ Ողջ փառքը Հիսուսին։ Ամեն։ Պետք է ներենք, որ մեզ էլ ներվի։ Այն 2 ծառաների առակը, որ կա գրքում գրված, 10,000 քանքարի եւ 100 դինարու, չէ՞ որ պարկ կա լինում ծառան իր տիրոջը 10,000 քանքար, որ ասում է ինչ ունես չունես, վաճառիր եւ բեր պարկդ փակիր, ասում է չունեմ, Տեր, խնդրում եմ, ընկնում է ոտքերը, երկրպագում է, խղճա, գթա, չգիտեմ, իմ խոսքերով եմ ասում, սիրելիներս։ Այս Տերը ասում է լավ, ներում եմ, ոչ մի պարկ չունես դու ինձ, քո պարկերը ամբողջությամբ ներված է։ Ու հենց այդտեղից դուրս է գալիս, ես այսպես եմ մտածում, որ ինչ-որ մի սենյակում էր, իրան ներվեց դուրս եկավ ու տեսնելով ծառայակիցներից մեկ ուրիշին, որ իրան ապարկ 100 դինարի, դե 100 դինարին ուժ կներեք 10,000 քանքար ուր, դա մեր ամբողջ կյանքն է, որ աշխատենք, մենք այդ ձևի թիվ երևի չենք տեսնի, չենք էլ կարա, եթե այդքան պարկ ունենանք, մարենք։ Սրան այսպես թափահարելով, ծեծելով, ասում է տուր իմ պարտքը 100 դինարին, ասում նույնը ինքն է անում, ինչպես որ ինքը արեց իր տիրոջը, ընկնելով ոտքերը երկրպագում է, ներիր, ժամանակ տուր, միջև որ կարողանան վճարել։ Եվ սա նրան չի ներում, գցում է բանտ, ասում է միջև վերջի ցենտը չվճարես, դու բանտից դուրս չես գա։ Ծառայակիցները տեսնելով տրտմում են, թե ինչպես վարվեց էլ ես ծառայի հետ, որ իր այդքան մեծ պարկը Տերը ներեց, իրանց թակավորը ու ինքը չի ներում։ Գնում խաբար են տալիս իրանց տիրոջը եւ նա էլ բարկանում, փոթորկվում, ասում է այլևս քո պարտքերը չեմ ներում, ետ եմ վերցնում, դու պետքա միջև վերջինը վճարես ինձ, թե չէ կմնաս ավազակների ձեռքը, ու ավազակների ձեռքն է հանձնում։ Ինչ է այս առակը ուսուցանում է, սիրելիներս։ Այդ Տերը մեր Աստվածը եւ այդ ծառայակիցները մենք ենք, մեր ժողովուրդը, որ Հիսուսը մեր մեծ պարտքերը, որ ինչերի մեջ են եղել, ինչ անօրեն բաների մեջ են եղել, ինչ հանցանքների, ինքը չասեց, չեմ ներում, կամ ներում եմ այսքան, ամբողջը մեզ ներեց, ու մենք այսօր չենք կարողանում, եթե ինչ որ մեկը մի հատ sense մեր ոտքը տրորում է, ուզում ենք հաջորդ պահին մենք էլ տրորենք, մենք չենք ուզում ներել, չէ՞ որ Աստված մեր պարտքերը ամբողջությամբ մարեց, ով ենք մենք, որ չներենք։ Եթե Աստված ներել է մեր բոլորի փոխարեն վճարելով թանկ գին, որ մեր մտքին, չգիտեմ, հասու չի դա։ Ինչպես էին վարվում Հիսուսի հետ, ծեծում էին, ծաղրում էին, անարգում էին, նրա երեսն էին փակում, ասում էին դե մարգարյացիս, երբ որ Աստծո որդի ես մարգարյացիս, թե ով է քեզ հարվածում։ Գիտեք, Հիսուսը խաչի մահ տեսավ,
Եվ ուզում եմ այդ տեղը ընթերցեմ Ղուկաս 23:39-43 խոսքերը։ Եվ կախված այն չարագործներից մեկը նրան հայոյում էր ու ասում. դու չես Քրիստոսը, փրկիր ինքդ քեզ եւ մեզ։ Իսկ մյուսը պատասխանեց նրան հանդիմանելով ու ասաց. Աստծուց չես վախենում դու, որ նույն պատիժն ես կրում։ Մեզ համար արդարացի է, քանզի արժանի հատուցումն ենք ստանում մեր կատարած գործերի համար, իսկ սա ոչ մի վատ բան չի արել։ Եվ Հիսուսին ասաց. Տեր, հիշիր ինձ քո թագավորությամբ, երբ որ գաս։ Եվ Հիսուսը նրան ասաց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Հալելույա, ամեն։ Հիսուսը վերջի պահին նորից իր բարի գործը արեց, իր կողքի ավազակներից մեկին ներեց ու մի բան էլ ասեց, ինձ հետ այսօր դու դրախտում կլինես։ Հալելույա, փառք Հիսուսին։ Թող Տերը առատապես օրհնելով օրհնի յուրաքանչյուրի սիրելի եկեղեցին։ Գիտեք, օրերն ու ժամանակները այնքան են կարճացել, կյանքը այնքան կարճ է, որ ոչ մեկս չգիտենք այսօր այստեղից դուրս ելնենք վաղը մեզ հետ կամ մի ժամ հետո մեզ հետ ինչ կլինի։ Գագիկ եղբայրը 2 շաբաթ առաջ չգիտեր, որ այդ օրը իր վերջի օրն էր եկեղեցում։ Եթե իմանար իր կյանքը միգուցե այլ ընթացք կտարա, ուրիշ ձև կծառայեր Տիրոջը, եկեք լինենք Աստված պաշտության մեջ։ Աստված պաշտության մեջ առաջ գնալը շատ կարևորագույն դերն է ներելը։ Եթե չես ներում, դու չես աճի, դու չես գնա առաջ։ Ունենանք Դավիթ թագավորի պես սիրտ, որ Աստծու սրտին համեմատ սիրտ էր։ Եվ նաև Գործք առաքելոցից ես շատ նմանեցնում եմ Աստծո սրտին Ստեփանոսի սիրտը, ով կոծվելով սպանեց ու չասեց. հայր, նրանց տուր իրանց պատիժը, այլ ասեց. հայր, ների նրանց, քանզի չեն գիտակցում, թե ինչ են անում։ Եկեք ներենք, որ լինենք ներված։ Եթե չներենք, մեր երկնային Հայրն էլ մեզ չի ների։ Այսօր ինձ այսքանն էր տրված, սիրելի եկեղեցի, մեծ պատիվ էր, գերագույն պատիվ Տիրոջս ծառայելու։ Իրականում հետաքրքիր է գործում Աստծո հոգին, որովհետև քուրիկի հետ ոնց որ հերթականություն էինք ուզում որոշեինք, երբ որ ինքը ասեց ինչա խոսել, ասի վայ ունենք իր շարունակությունն է։ Իրականում խոսելու եմ այն բանի մասին, թե ինչ է կատարվում ներելուց հետո։ Փառք Աստծուն ու խոսքը, որով ուզում եմ կիսվեմ, որ եկել է իմ սրտում, դա դռան մասին է, ու որ վերնագրել եմ մեր կյանքի դուռը, որովհետև երբ որ խոսքս վերջացնեմ, տեսնեք, որ մեր կյանքը դուռ ունի։ Ուզում եմ սկսեմ Մատթեոս 12-ից 43 խոսքից։ Սա այնտեղն է, երբ որ մարդու մոտ ազատագրում է գալիս, եւ պիղծ ոգին դուրս է գալի մարդու միջից, շրջում է անջրտի վայրերում եւ հանգիստ է որոնում, բայց չի գտնում։ Այն ժամանակ ասում է. վերադառնամ իմ տուն, որտեղից դուրս եկա, եւ գալիս այն գտնում է դատարկված, մաքրված ու հարդարված։ Այն ժամանակ գնում, վերցնում է իր հետ իրենից էլ ավելի չար 7 ուրիշ ոգիներ ու մտնում, բնակվում է այնտեղ։ Եվ այն մարդու վերջն ավելի վատ է լինում, քան թե նախկինում էր։ Գիտեք, քուրիկը շատ լավ խոսում էր այդ մաղձից ազատվելու մասին, գույների մասին, երբ որ գալիս է քո կյանք։ Բայց գիտեք, անցնում է ժամանակ, երբ որ Տերը գալիս ու մաքրում է քո մեջը, տալիս է սիրտ ներելու, տալիս է սիրտ ազատելու, տալիս է սիրտ ազատագրվելու։ Գիտեք, այն խավարը, այն չներելը, այն ամեն վատը, որ դուրս է գալի, անցնում է ժամանակ ու նորից փորձում է վերադառնալ։ Ու գիտեք, այնքան հետաքրքիր է, որ այստեղ դու չես տեսնում, որ դուռը փակ էր, ինքը եկավ, պտտվեց տան շուրջը ու հետ դառավ։
Այստեղ նայում ու տեսնում ենք այն չներումը, որ խնդրել է իր Տերը, ասել էր Տեր սիրտ ուր ինձ չներելու, նորից հետ է գալիս, մտնում է, կներեք, շրջում է, նայում է, դուրս է գալիս, նորից ներս է գալիս, ավելի վատ ոգիների հետ։ Ու այստեղ նայում ես, որ Տեր իմ տան դուռը բաց է, ու ես չեմ փակել իմ դուռը այն բաների առաջ, ինչից որ դուրս է եկել ինձանից։ Գիտեք, մեր սրտի բանալին Տերը մեզ է տվել։ Տերը իր մոտ չի պահում։ Ու Տերն ասում է դու որոշի ինչ ես բաց անում, ում առաջ ես բաց անում քո դուռը։ Գիտեք, երբ որ Տիրոջ հոգին գալիս է, դու բամբասանքի հոգով ես բռնված, ու ասում ես Տեր, ես չեմ կարում զսպեմ իմ բերանը։ Տուր ինձ զորություն, որ ես ազատվեմ։ Ու Տերը տալիս է զորությունը, որ դու ազատվես։ Ու գիտեք, Տերը բանալի տալիս է քո ձեռքերի մեջ, դու ես որոշում։ Բամբասանքի ոգին, ընկերուհիները, սուրճի առաջարկը, մնացած բաները, երբ որ գալիս է քո կյանք նորից առաջարկում է, արի նորից գնանք սուրճ խմելու, դու բացես այդ դուռը, թե չբացես։ Բանալու անունը ես դրել եմ կոմպրոմիս։ Հալավ ինչ կլինի, մի փոքր։ Գնամ, բայց չխոսամ։ Հին ընկերներիս հետ, ում հետ որ խմում էի, գնամ նստեմ, բայց չխմեմ։ Գողացող ընկերներիս հետ գնամ հանդիպեմ, բայց չգնամ գողության։ Գիտեք, էդի սատանայի մեծագույն սուտն է։ Իրականում քո սիրտը արդեն փափագում է դրան։ Իրականում այն ինքը գնացել եկել, տեսել է, ասել է, ոնց որ հովիվն ասում, տղերք մաքուր է։ Գնանք գանք։ Ունդեղից գալիս է սպանությունները, մնացած ոգիները գալիս են, ասում այդ մարդու վերջ ավելի վատն է լինում, քան ստե սկիզբը։ Բանալու անունը կոմպրոմիս է։ Այն ինչ որ գնացել է մեզանից։ Գիտեք, ժամանակ հետո երազներով լինի, առաջարկներով լինի, պուճուրի գրոլիկներով լինի, հոտերով լինի, կողքից խոսակցություններով լինի, գիտեք, նորից գալիս ու թակում է քո դուռը։ Նորից ասում է, բայց լավ էր, չէ՞։ Բայց հաճելի էր, չէ՞։ Հա, ինչ կլինի հիմա մի գլանակ էր, էլի։ Գիտեք, կասենք, բայց ես չեմ ծխել, ծխախոտից չեմ ազատագրվել։ Շատ լավ։ Տերը քեզ մեգրենից ազատել է, բժշկել է։ Ոչինչ, այս անգամ է թաց գլխ, մի անգամ է էլի թաց գլխով դուրս կգամ։ Գիտեք, Աստծո խոսքն ասում է, մի փորձի քո Տեր Աստծուն։ Մի փորձի, այն ինչ որ Տերը քեզ ազատել է, այն ինչից որ Տերը քեզ ազատագրել է, մի փորձի քո Տեր Աստծուն։ Ու ինչն է հետաքրքիր, երբ որ Հիսուսը Հովհաննես 8:10-ից եմ կարդում, այն պատմությունն է, երբ որ մեղավոր կնոջը բերեցին իր առաջ։ Ու մեղադրողները սկսեցին դատավճիռ կորզել Հիսուսից, ու Հիսուսը իր դատավճիռն ասեց, ով որ մեղավոր է, թող քարքցի առաջինը։ Ով որ անմեղ է, թող քարքցի առաջինը, եւ 10-11-ը գրված է, այժմ Հիսուսը վեր նայեց նրան ու ասաց. «Ով կին, քեզ ամբաստանողները որտեղ են, քեզ ոչ ոք չդատապարտեց»։ Իսկ նա ասաց. «Ոչ ոք, Տեր»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում, գնա ու այլևս մեղք մի գործիր»։ Գնա ու այլևս մեղք մի գործիր։ Գիտեք,
ներումից հետո Հիսուսն ասում է մեղք գործելու նորից շանս է գալի քո կյանք։ Նույնը անելու նորից շանս է գալի քո կյանք։ Գիտեք, քուրիկներից մեկն ասում է, ես իմ բերանի վրա ասում էր, չեմ կարում։ Թող Տերը խփի իմ բերանին, երբ որ ես բերանս բացում եմ վատ բաներ ասելու, ասում եմ, բանալին Հիսուսը քո ձեռքն է տվել։ Բանանին Հիսուսը քո ձեռքն է տվել, որովհետև Պողոսը մի բան էր ասում էր, արյուն թափելու չափ պիտի կռվենք այն բանի դեմ, որը որ դուրս է եկել մեր կյանքից ու նորից ուզում է վերադառնա մեր կյանք։ Որովհետև մենք թշնամի ենք դառնում խավարին, թշնամի ենք դառնում սատանային։ Երբ որ դավաճանում ենք իր խավարն ու ասում ենք, մենք լույսն ենք ընտրում մեր կյանքերի մեջ։ Ու այն ինչ որ դուրս է գալի մեզանից, այո, անցնում է ժամանակ։ Ու եթե մենք ուշադիր չլինենք, թե ինչ է կատարվում մեր ներսում, հարդարված, մաքրված, սրբված ու բաց դռով։ Ու բաց դռով։ Ու այդ է ցավալին, որ մտնում ու դուրս է գալիս։ Ու դու այնքան հոգևորում զգոն չես լինում այդ ամենի նկատմամբ, որ չես զգում, եկավ, շրջեց, տեսավ, կարելի է։ Ու գնում իրանից ավելի վատ ոգիներ ա բերում ու հավատացեք, թշնամու ձեռը ընկնողը ավելի դաժան ավարտ է ունենում։ Իսկ ո՞նց է այդ հարցի լուծումը լինում։ Գիտեք, այդ հարցի լուծումն է կա գրած Տիրոջ խոսքի մեջ։ Եկեք գնանք Հայտնություն գիրք, 3-րդ գլուխ, 20 խոսք։ Գրած է, ահա ես դռան առաջ կանգնած ու բախում եմ, եթե մեկն իմ ձայնը լսի ու դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ ինձ հետ։ Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ գահին, ինչպես ես հաղթեցի և իմ հոր հետ նստեցի նրա գահին։ Գիտեք, երբ որ մեր ազատագրումից, մեր փրկությունից, մեր ներսը մաքրվելուց հետո թույլ տանք Հիսուսը գա մեր կյանք, թույլ տանք Հիսուսը լինի մեր կյանքերում։ Ու գիտեք, դուռը ամուր փակենք ու այդ բանալին կորցնենք, որ Հիսուսը հավիտյան մնա մեր տան մեջ։ Այդ ժամանակ, գիտեք, դևը կգա կասի, այս տունը էլ դատարկ չի։ Այս տանը արդեն թագավոր կա։ Ու այդ ժամանակ էլ երբեք չի լինի այն, ինչ որ Հիսուսը զգուշացնում էր դրանից առաջ։ Գիտեք, մեր կյանքը պայքար է։ Ու ազատագրվելուց, մաքրվելուց, բժշկվելուց, փրկվելուց հետո անհոգ կյանք չի սպասում մեզ։ Ավելի խիստ, ավելի դաժան, ավելի կատաղած թշնամու հետ ենք մենք սկսում պայքարել։ Դրա համար ամեն մեկս գիտակցելով այդ ամենը, ավելի ուշադիր, ավելի սրած զեմքերով, ավելի խորացած, ավելի Տիրոջը բռնած, պիտի անցնենք այն նեղ դուռը, որ Տիրոջը Տերն ասեց, պահված են իրան սիրողների համար։ Սիրելի Տիրոջ ժողովուրդ, Տերը մեր կործանումը չի ուզում։ Տերն ուզում է, որ մենք, ոնց որ ասեց, հաղթենք ու իր հետ թագավորենք։
Դրա համար ամեն մեկս պետք է ուշադիր լինենք մեր ներսին, ինչ է կատարվում, ինչ վիճակում է, ու մեր Տիրոջը պահելով մեր սրտերի մեջ երբեք ու երբեք թույլ չտանք, որ ինքը գնա, որ խավարը երբեք ու երբեք չկարողանա սողոսկի մեր կյանքերի մեջ։ Այսքանն էի ուզում ասեի, Փառք Աստծուն։